Սևան համայնքում շարունակվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները «Մաքուր, անվտանգ եւ մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 15-ին անցկացվեց Սպորտլանդիա։ Միմյանց հետ մրցեցին Սևանի թիվ 1 Բողբոջ, թիվ 2 Զարթոնք, թիվ 4 Գալիք եւ Լճաշենի Մանչուկ մանկապարտեզների թիմերը։ Սպորտլանդիայի նպատակն է առողջ ապրելակերպ եւ ընկերական լավ փոխհարաբերություններ, որի շրջանակներում պիտի երեխաները սովորեն պահպանել մեր մոլորակը, մաքուր պահեն իրենց քաղաքը եւ լինեն ֆիզիկապես ակտիվ։ Սա շատ ուրախալից եւ շատ պարտավորություն է տալիս մեզ բոլորիս, քանի որ այսօր մասնակցություն են ունենում շատ փոքրիկ երեխաներ, որոնք այսօրվանից արդեն կկոչվեն ոչ թե երեխաներ, նմանատիպ մրցաշարին մասնակցություն ունենալու համար, այլ կկոչվեն արդեն փոքրիկ մարզիկներ։ Եվ այս մարզիկները արդեն ունեն իրենց հավաքական թիմերը, որոնք էլ արդեն այսօր այս մրցաշարում կմրցեն եւ կհաղթեն լավագույնները։ Ողջունում եմ ձեզ, ողջունում եմ սիրելի պատասխանատուներ, մանկապարտեզի տնօրեններ, ներկաներ։ Ես էլ եմ ողջունում բոլորին, ուզում եմ ասել, որ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում այսօր մեր փոքրիկները հավաքվել են այստեղ, որպեսզի ցուցադրեն իրենց ուժը եւ ապացուցեն, թե ինչքան է անհրաժեշտ մեր երկիր մոլորակի մաքրությունը եւ ինչ միջոցով պետք է հասնենք այդ մաքրությանը։ Սպորտլանդիաները երեխաների կյանքում ոչ միայն զվարճալի միջոցառումներ են, այլ կարևոր դաստիարակչական եւ զարգացնող իրադարձություններ։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված Սպորտլանդիայի ընթացքում երեխաները մրցեցին միմյանց հետ տարբեր առաջադրանքներ կատարելով։ Սևան համայնքի 4 մանկապարտեզների թիմերը վերջում պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով եւ նվերներով։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան հիմնական նպատակն է միավորել բոլորին տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության, ինչպես նաեւ էներգետիկ աղքատության հաղթահարման ուղղված նախաձեռնությունների եւ միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, դրանց իրականացման խթանման նպատակով հանուն մաքուր, անվտանգ եւ կայուն զարգացման։ Սևան համայնքում շարունակվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանեսյան, Գեղամաուր։